Իրավական կազմը երիտասարդ է, երևի ամենաերիտասարդ կազմն է, բայց երիտասարդությունը առանց փորձի ինքը, այսպես ասած, բաց կողմեր ունի, դրա համար նաև փորձի եւ երիտասարդության համադրություն են փորձել ստանալ։ Մեր հավականու կազմում կան նաև տնտեսագետներ, կան քաղաքագետ, մեր Տերենիկը Մալխասյան, ունենք գործարարներ եւ այդը թռում է այս մեր երիտասարդների աչքերից։ Ոչ թե գալիս են այստեղ ինչ-որ մանր հարցեր կարգավորելու եւ գալիս են հենց իրենց ապագայի համար, հենց գալիս են աշխատասիրության ջիղը մինչեւ վերջ դնելու։ Այսօրվա երթերը հանդիպումները դարձույցն են, որ այսպես ասած էներգիայով լի թիմ ունենք եւ պատրաստ են ստանձնելու քաղաքի կառավարումը եւ պատվով դուրս գալու։ Կարող ենք տեսնել ինչ-որ հարցումներ տարբեր անհատների եւ կազմակերպությունների էջերում, որոնք նշում են, թե քանի տոկոս ձայն որ քաղաքական ուժ ունի։ Ինչպես է ընդհանրապես վերաբերում այդ հարցումներին, դրանք իրականությունն են արտահայտում կամ իրականության ինչքան մաս կա այդ հարցումներում։ Դե հիմա հարցում են հրապարակել, որ 47% քաղաքացիական պայմանագիր ունի։ Ուղիղ ասեմ, եթե այսօր յուրաքանչյուրդ գնաք ձեր թաղ, ձեր փողոց ու մտովի պատկերացնեք երկուսից մեկը առնվազն կոնե պետքա ձենը տա, հա, կամ երկուսից, չգիտեմ, ամբողջ 8-ը, հա, այսպես ասենք, պետք է ձեն տա քաղաքացիական պայմանագրին, որպեսզի այդ հարցման պատկերը ձեր համար ապացուցելի լինի, բայց դուք համոզված եմ չեք տեսնում այդ պատկերը։ Պատկերացնում եք շենք, հա, բարձրահարկ, մեջը բնակիչները, որ ամեն երկրորդը պարտավորություն ցանկություն է հայտնում քվեարկել քաղաքացիական պայմանագրին։ 90%-ով մարդիկ այսօր դժգոհում են մեր քաղաքի պայմաններից, լուսավորությունից, տրանսպորտից, թափառող շներից, մանկապարտեզներից։ Տեսեք, համատիրությունների հետ կապված, եթե չունենք բարեփոխումներ, բնակիչը, յուրաքանչյուր բնակիչ գումարը տալիս է համատիրությանը եւ ասում ես չգիտեմ ինչ եմ տալիս։ Պատվալը ջուր է լսվում, զանգում ենք, չենք գալիս կամ ասում ենք դիվիճարեք նոր, այսպիսի լիքը բողոքներ կան։ Այս համատարած բողոքների ֆոնին չի կարելի ասել, որ այդպիսի ուրիշ հարցում էլ կա, որը նեյտրալ դաշտից է արված, քաղաքացիական պայմանագրին ունի ընդամենը 17% վարչական ռեսուրսը ներառյալ։ Հիմա շատ է խոսվում, որ հնդիկներին են ցուցակագրում, շատ է խոսվում, որ ջավախահայությանն են բերում այստեղ, ախր քալագի մեր հայրենագիցներին են բերում այստեղ, որպեսզի փորձեն ինչ-որ այդպես քվեարկություններ կազմակերպել, պետք է պայքարենք դրա դեմ, եթե իշխանությունը որոշի, որ գնալու է խախտման, իմ կարծիքով Գյումրեցու կողմից ապտակը չի ուշան։ Քննադատեք գաղափարը, քննադատեք խոսքը, քննադատեք իրենց աշխատանքը, գաղափարը, բայց ոչ անձը, որովհետև եթե ստանձնում ենք քաղաքի կառավարումը եւ կա մասնագետ, որը այն կուսակցությանն է ցայն տվել, իսկ դու արդեն վիրավորել ես իրեն, դու չես կարողանալու իր մասնագիտական հմտություններից օգտվել։ Դրա համար այս մասնագետների սրության պայմաններում եւս մեկ անգամ օգտվելով առիթից կոչ եմ անում չմտնել անձնական տար եւ չփորձել անձնական վիրավորանքներով վանել մարդկանց։ Գնացեք ավելի սոլիդ քաղաքակիրթ ճանապարհով, ցույց տվեք ձեր գաղափարները, ձեր թիմը, ձեր ունակությունները եւ թող գյումրեցիները ընտրեն ձեզանից մեզանից յուրաքանչյուրին, ում որ կվստահեն, ում որ եւ անցյալը գիտեն եւ ներկան գիտեն եւ կպատկերացնեն ապագան։ Դա է, եթե ճանապարհով չգնանք, մենք ապագա կառավարմանը վնաս կտանք։ Այսինքն թիմագիծը չէ, իրան գործ չտանք, չկա այդպիսի բան։ Անկամ մեծ չնդրողը ինքը տեղ ունի մեր կառավարման մեջ միանշանակ։ Կոալիցիա նախատեսում եք ինչ-որ ուժի հետ կազմել։ Բացի քաղաքացիական պայմանագրից եւ Եվրադաշնքից բոլորի հետ հավանական համարում ենք։ Ձեր նախընտրական ծրագրում աշխատանքների թվարկումը հիմնականում առանց ֆինանսական աղբյուրների մատնանշման, մեկ-երկուսը ներկայացնեմ, օրինակ առաջիկա 5 տարում նախատեսում եք Գյումրիում, ասում եք, որ ոչ մի անբարեկարգ փողոց չպիտի լինի։ Այս դեպքում սա հսկայական գումար է, բազմաթիվ անգամ հաշվարկվել է, որտեղից եք նախատեսում։ Ուրեմն ասեմ, հենց այդ հիմնավորումը մենք բերել ենք մեր հեռանկարային ծրագիրը Գյումրին ազատ տնտեսական կոդում, ազատ քաղաքի կարգավիճակ տալու, բայց եթե ախոհեմ գտնվեն իշխանությունները այսօրվա եւ չուզենան այդ ամեն ինչի մեջ ներդրում ունենալ, որպեսզի Գյումրին հենց ինքն իրեն զարգանա եւ այդ գումարները իրենց հոսեն մեր բյուջեն նաեւ, որովհետեւ նման կարգավիճակ տալով Գյումրին
փաստում ենք, որ ինվեստիցիաների ներդրումները մեծանալու են եւ Գյումրիի բյուջեն ավելանալու է։ Այդ դեպքում մենք յուրաքանչյուր ոլորտ կարող ենք ֆինանսավորել ու յուրաքանչյուր ոլորտին կարող ենք հասցնել այն ամենը, ինչ որ պետք է, նաեւ կարող ենք մեր շռայլություններ թույլ տալ, այսպես ասած, եւ մեր թոշակառուներին որոշակի գումարներ հատկացնենք, եւ մեր ուսուցիչներին որոշակի գումարներ հատկացնենք, որը քաղաքային բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չկա այս պահին, բայց եթե մենք ունենք գումար, կարող ենք նաեւ այդպիսի բաներ թույլ տալ։ Դրա համար ամբողջ քաղաքով, ամբողջ գյումրեցիներով պետք է ստիպենք, որպեսզի Գյումրին ճանաչեն այդ ազատ տնտեսական կոդին եւ ազատ քաղաքի կարգավիճակը տան։ Նաև մի բան ասեմ, այսօր պոպուլիստական բաներ եմ լսում, որ մանկապարտեզները սարքենք անվճար։ Լավ գաղափար է, շատ լավ բան է։ Միանշանակ, որ մեր Գյումրում մանկապարտեզները լինեն անվճար, դա բոլորիս օգուտն է։ Բայց մոտ 1500-ից 2000 երեխա կա այսօր դուրս մնացած ամբողջ Գյումրի քաղաքում, որ իրենք սպասում են իրենց հերթին, որ մանկապարտեզ կա։ Կարելի է նաև դրանք բարելավել։ Մի քիչ, այսպես ասած, դայակների, մանկավարժների աշխատավարձերը բարձրացնել, որակի վրա աշխատել, ժամանակի ընթացքում հասկանալ անվճար դարձնելու բանը, անհրաժեշտությունը մեր բերած նոր կառավարման մոդելներով ունենալու ենք բազմաթիվ խնայողություններ, որոնց հաշվին տվել ենք գալու նաև ասած բարեկարգումը, կանաչապատումը, կանոնությունը։ Պարոն Սիմոնյան, Քնարիկ Հարությունյանը ԿՊ-ից այսօր ասել էր, որ ուժին էլ ընտրի ժողովուրդը, ընդդիմադիր, ինքը ընտրելու է փաստացի Վարդան Ղուկասյանին։ Ինչ կասեք այս մասին։ Ես չգիտեմ որտեղից է Քնարիկ։ Քնարիկ Հարությունյանը Հարությունյանի որտեղից է ինֆորմացիան, մեր մասով մենք հայտարարություն ենք արել։ Որևիցե ընդդիմադիր ուժ, եթե տանում մեկ ձայն ավել, մենք պատրաստ ենք աջակցել ու սատարել այդ ուժին, որպեսզի ստանձնի քաղաքի կառավարումը, եթե դեմ չի մեր ծրագրերին, դեմ չի մեր գաղափարներին։ Եվ ինքը նույնպես անում է այդ հայտարարությունը, որ տպավորություն չստացվի, որ մարտի 31-ին մենք պատրաստ ենք տալու, աջակցելու, չունենալով, չակնկալելով որևիցե պաշտոն, բայց հակառակ պրոցեսի դեպքում, երբ որ մենք ենք ավելի ձայն տանելու, այն մյուսը սկսի մեր հետ բազար տանել, պաշտոնի բան, այսպես ասած, հա, էլի առևտուր անել, դատապարտել է